Պարոն Նազարյան, վերջո կարծեք ինչ էր տեղի ունեցել, ինչու էին բարկացել ծնողները, ձեզ հետ էր կապված, ինչ որ բան եք ասել, բարկացել էին իրենք։ Ես ասեցի, պարզաբանեցի, ձեզ համար եւս կասեմ։ Հերոսներից մեկի հարազատը հարց ուղղեց Պողոսյանին, պարոն Պողոսյանին, որ իսկ ինչ եք մտածում, ինչ պետք է անենք այն տղաների մարմինների հետ, որոնց հարազատները հրաժարվում են ընդունել, որ դա իրենց երեխան է։ Պողոսյանը հարցը ճիշտ չէր ընկալել, այլ բաներ ուզում պատասխանի, ես հուշեցի, միջամտեցի, վերաձևակերպեցի հարցը, որ խոսքը այն մասին է, որ ԴՆԹ տվյալները հաստատված են, իսկ ծնողները հրաժարվում են ընդունել այդ փաստը, այդ դեպքում ինչ պետք է անի պետությունը, կա արդեն որոշում կամ ինչ են մտածում։ Եվ այդ հարցը տալու պահին մի քանի ծնողներ սկսեցին գոռգռալ, բարկանալ, որ իրավունք չունենք այդպիսի ձևակերպում անել եւ որ իրենք չեն հրաժարվում իրենց երեխաներին։ Այսինքն կան, որ հաստատված է ԴՆԹ արդյունքներով, որ 81 հոգի, սակայն ծնողները չեն վստահում ԴՆԹ արդյունքներին։ Այդ թվում ճանաչելի մարմիններ։ Բայց ամեն դեպքում դժգոհությունները մեծ է լինում այս քննարկումներից հետո եւ ասում են որևէ պարզաբանումներ իրենց խնդրի հետ կապված չի տրվում, ասում են աշխատում ենք, երկար տարիների աշխատում են, որևէ արդյունք չկա։ Խոսքը մյուսների մասին է ու մարմինները չի հայտնաբերվել։ Ինքը ծանր թեմա է, բա ոնց գոհ լինի։ Մարդը կորցրել է, այդ հույսն էլ ուզում կորցնի, ինքը ուզում է այն մարդկանց մասին եմ խոսում, որոնք նույնիսկ մասունք չեն կարողանում ստանալ, չգիտեն իրանց երեխան ողջ է, ողջ չի, մասունք կա, չկա, բա ինչ անեն, բայց չդժգոհեն։ Իրավունք ունեն, չէ՞ դժգոհելու։ Չնայած ասենք մի կողմն է, ասում է, որ դե ամեն ինչ անում ենք, բայց պարզ է, որ էլի պետք է անեն, ամեն ինչ պետք է անեն, տասնապատկված, հարյուրապատկված պիտի անեն։ Այս արդյունքները ընդհանրապես աշխատանքները բավարարում են, որովհետև ասում են ամեն ինչ արվում է, բայց իսկապես առաջընթաց չկա կարծես թե այս հարցում։ Եթե ցանկությունը լիներ կուզեի։ Հետևելով դուք ներկա եք լինում փակ քննարկումներին։ Մանավանդ քննչական կոմիտեում շատ տեղություն, փնթիությունը այս տարիների ընթացքում շատ ա եղել։ Հիմա իրենք արդարանում են, ասում են ծավալները մեծեր, մենք պատրաստ չենք, պետք է պատրաստ, բա պետությունը ինչի համար է, որ պատրաստ չեն։ Պետք է պատրաստ լինեն, չէ։ Ես մինչև հիմա քանի անգամ դիմեցի, որ Աբգարից ինչ որ իրեր մնացած լինի, վերջ, որտեվ բայց էլի այտենց խառը մարը եսին ոնց են լցրել մեկը միտեղ խնդիր կա, շատ կա, խնդիրները շատ այն քննարկող թեմաներ շատ նուրբ է։ Ես այստեղ ոչ միջամտում եմ, ոչ բան, ընդհանրապես կոչ եմ անում։ Իմ խնդրանքը, իմ մտածմունքը հիմա մենակ այդ 81 երեխեքն են, որոնց ճանաչելի են, հատկապես նրանք, որոնք ամբողջական ճանաչելի մարմինով հերացի կենտրոնում են։ Բայց 81-ից ոչ բոլորն են, որ ամբողջապես մարմինով կան։ Մեծամասնությունը չեն։ Բայց արդյոք դրսում փորձակնվել են նրանք, այդ բոլոր կասկածները փարատվել են։ Կասկածները մյուս կողմի փարատվել են։ Ծնողների կասկածները չեն փարատվում։ Ադրբեջանի կողմից այսպես չկա ցանկություն կամ առասարակ այդ համագործակցությունը, որովհետև ազգային անվտանգության ծառայության ղեկավարը նշում էր, որ այս հարցով քննարկումներ են ընթանում։ Ընթանում են իմ տեղեկություններով, ընթանում են, բայց դա գաղտնի ինֆորմացիա է, թե ինչ են պայմանավորվել, չգիտեմ, բայց ես կուզեի, որ յուրաքանչյուր ծնող, հասկանում եք, դաժան բան է, գոնե իր որդու ամուսնու շիրիմը այցելելու տեղ ունենա։ Կուզեմ, որ այդ աշխատանքները հնարավորինչափ շուտ լինի, լավ լինի, ճշգրիտ լինի, որ այս թեման ավարտվի, սա իմ կոչն էլ հասարակությանը, հանրությանը, հոգևորականներին, օգնեք այդ ծնողներին, որ ընդունեն իրականությունը, որովհետև այդ իրականությունը չընդունելու պատճառով իրենց երեխեքի հոգիներն է տառապում։ Շատ ծնողների երեխաներ թաղված են Արցախում եւ հնարավորություն չունեն տեսնելու եւ այս ֆոնին քննադատություններ են հնչում որոշների կողմից։ Հազարավոր, Արցախյան առաջին պատերազմ, Արցախյան 44-օրյա պատերազմ,
բայց վերջին պատերազմը մի քանի շատ չեն, հազարավոր են։ Դա էլ է առանձին ողբերգություն։ Հիմա շարունակվելու է այս քննարկումները, ինչ որոշվեց։ Ես տեղյակ չեմ ինչ որոշվեց, որովհետև այդ երբ որ ծնողները վրթովվեցին, ես չուզեցա ներկա գտնվեմ, որովհետև կարող ասանտրիչներ լինեին եւ իմ ներկայությամբ փորձեին քննարկումը տապալեին, նախընտրեցի դուրս գալ։ Հիմա գրակոչների մասին է խոսվում, պաշտպանության նախարարը նույնիսկ կադրեր է հրապարակել, որ գույք է վնասվել, ինչպես եք բացատրում այս ամեն ինչը այն ֆոնին, երբ իբրև թե համաձայնության բոլոր կետերը համաձայնեցված էր եւ պետք է կնքվեր պայմանագիրը։ Բացատրություն ունեմ, որ ադրբեջանական կողմը դեռ կոմպլեքսներից դուրս չի գալի, իրենց մոտ իշխում էին կարծիքը, որ մենք իրենց 30 տարի ստորացրած, վախեցրած, ճնշած ենք պահել եւ իրենք մտածում են, որ իսկ ինչի իրենք 30 տարի այդ նույնը չանեն։ Իմ բացատրությունը սա է։ Մենք ենք մեղավոր։ Մենք չէ, բայց ինչ ենք մենք։ Մենք ենք իրենց ճնշել, դրա համար էլ այսինքն։ Չէ, ես ասում եմ Ադրբեջանը ինչու է այդպես վարվում։ Իրանք զուտ արևելյան մոտեցում է եւ մենք պետք է այդ ամեն ինչի իմանանք ու պատրաստ լինենք եւ մեր պետությունը պաշտպանելուն եւ որ այս այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կարող է 30 տարի էլ չստորագրվել, մենք պետք է պատրաստ լինենք ապրել այս միջավայրում, այս կյանքով, այս իրականության մեջ։ Մշտապես մենք տեսնում ենք հարձակումներ, անընդհատ պատերազմական իրավիճակ։ Դա պատերազմական իրավիճակ չի։ Դա ոչ էլ նախապատրաստություն է։ Ես չեմ ուզում, որ մենք անզգուշ արտահայտություններով մեր ժողովրդին դրդենք հայրենիքը լքելուն։ Ոչ պատերազմի նախապատրաստություն է, ոչ ուղղակի Հայաստանի վրա նաև զենքի ուժով, գրակոչներով անդադար հոգեբանական ճնշում է, որ Հայաստանում գնալով հայերի թիվը քչանա։ Շատ պարզ է եւ կարծում եմ եւ լրագրողները եւ խմբագիրները եւ պետությունը եւ հասարակական կազմակերպ եւ քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ հաշվի առնեն եւ իրենց արտահայտություններում շատ ավելի ուշադիր ու զգուշ լինեն, որովհետեւ ժողովրդի 90%-ը Facebook-ում գրառումներ չի անում, հասարակական գործիչ չի, ինքը իր որոշումները սուսուփուս է ընդունում։ Եթե իր համար 2-3 հեղինակավոր քաղաքական գործիչ լրատվան միջոց անդադար ասում են, որ այսպիսի հեռանկարում ինքը սուսուփուս իրերը հավաքում է ու երկրից գնում է ինքը։ Արցախցիներն են ասում, մենք իրերը կհավաքենք կգնանք, որովհետև մենք ստանում էինք գումար, որ կարողանում էինք մեր կեցության վարձը տալ, հիմա այդ գումարն էլ չենք ստանում։ Ուր կգնան։ Չգիտեմ ուր կգնան։ Շատ արցախցիների հետ եմ խոսում։ Նրանց կեցության խնդիրը առաջնային չի, որ այստեղ պետք է լուծվեր։ Սոցիալ նախարարը քիչ առաջ ներողություն մեզ ասում էր, որ աշխատան, թող գնան աշխատեն։ Նրանք էլ նշում են, մենք գնում ենք աշխատում ենք, դա բավարարում են կոմունալներին եւ ապրելուն։ Հնարավոր չէ 100,000-ից ավել բնակ վարձ տալ։ Ճիշտ են ասում։ Ինչու են կտրում այս դեպքում այս մարդկանց այդ վճարներից։ Եթե ես լինեի պետության ղեկավարը, չէի կտրի եւ առաջնային խնդիրը կլուծեի արցախցիներին բնականով, մշտական բնականով ապահովելու եւ աշխատանքով ապահովելու կամ աշխատանքով ապահովելու միջավայր ստեղծելով։ Սա կարծում եմ անհրաժեշտություն է եւ քննարկման ենթակա հարց չի։ Եվ ես ասեմ, որ դուք որ ասեցիք արցախցիներ ասում են կհավաքենք իրերս կգնանք, շատ արցախցիների հետ եմ խոսել, որոնք ոչ միտեղ գնալու ցանկություն չունեն, ուղղակի պահանջում են, որ իրենց նկատմամբ արդար լինեն, որովհետեւ մեկ անգամ իրենք առնվազն մեկ անգամ ողբերգության են ենթարկվել, թողել են տուն ու տեղ հարազատի շիրիմ, այդ արդեն ծանր բան է, այդ մենք բոլորս պարտավոր ենք այդ մարդկանց ամեն ինչով օգտակար լինել, ամեն ինչ անել, որ իրենք Հայաստանում ցանկացած քաղաքում իրենց զգան այնպես, ինչպես Ստեփանակերտում ու Մարտակերտում։ Պարոն Ազարյան, կարևոր ընտրությունները երեք թույլ տվեք այդ հարցով էլ ձեր կարծիքը ընկալել, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում այս երկու ընտրություններով, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթանակ չի տանում։ Փաստորեն Գյումրիում էլ չեն կարողանում միանձնյա վերցնել ղեկավարումը, թեև վստահությունը շատ մեծ էր իրենց կողմից, որ իրենք հաստատ հաղթելու են։ Ես չեմ կարծում, որ նման վստահություն իրենք կարող էին ունենալ։ Ինչու՞։ Որովհետև պետք է հասկանան, որ իրավիճակը փոխվել է,
18 թվականի էյֆորիայից հետո եւ նույնիսկ 2021 թվականի այդ անհասկանալի իրավիճակից հետո շատ բան է փոխվել եւ ցանկացած իշխանություն իրեն ձայները պահելու համար գերջանքեր պետք է գործադրի եւ հատկապես Գյումրիի նման քաղաքում եւ նորմալ եմ համարում այն որ ԿՊ-ն չի կարողացել Գյումրիում վստահ հաղթանակ տանել կամ նույնիսկ 50+1 ձայն հավաքել։ Ես աննորմալ եմ համարում եւ իմ համար դա շատ մեծ մտահոգություն է, որ ԿՊ-ի այլընտրանքը պետքա լիներ այն մարդը, որի պատճառով սկսվեց 18 թվականի շարժումը։ Այս սրա մասին մենք բոլորս պետք է մտածենք։ Միթե այս տառապանքները, այս պատերազմը, այս մարդկանց տառապանքին, խնդրում են այդ մարդկանց, քան թե այն ուժին, ով Արցախը կորցրել է։ Ոչ։ Ցավոք, եկեք ես անկեղծ խոսամ, Արցախի հարցը ցավոք սրտի էս ընտրություն, եթե Արցախի հարցը գերակա լիներ, Վարդանիկին ոչ մեկ չէր կվյարկի, որտեղ պետք է հասկանային, որ այս իշխանափոխությունը 18 թվականի եղավ նաև հենց իրա պատճառով, որ գյումրեցին հոգնել էր, վախեցած էր, ստորացված էր, անարդարության մեջ Ինչպես հիմա գնացին նորից ընտրեցին, եթե այդքան նա այնտեղ եկեք մտածենք, ինչ է լինում մարդու հետ։ Այս ինչ վիճակի մեջ ենք մենք։ Խի Գյումրի, այդքան տաղանդավոր գյումրեցիներ կան, այդքան լավ մարդիկ կան, այդքան ուժեղ մարդիկ կանխել, լավ չկար, ոնց հասկանանք, որ չձևավորվեց մի ուժ, որտեղ մարդը գնար եւ ստիպված չլներ ընտրել Վարդանիկի եւ բանի միջև, ԿՊ-ի միջև։ Այ եկեք սրա մասին մտածենք, որտեղ մի տարի, 2 ամիս հետո համապետական ընտրություններ են։ Հիմա սա ցույց չէ համապետական ընտրությունների համար կարծում եմ։ Այդքան չէ, բայց մտածելու տեղիք տալիս է։ Այսինքն իշխանությունը շանսեր չունի 2026 թվականի վերարտադրվելու։ 50+1 ստանալու, ես կարծում եմ, որ ոչ։ Կարծում եմ պետք է այդպես կոալիցիաներ կազմելով կարողանա, եթե պատկերն է լինելու, մոտավոր էս պատկերն է լինելու։ Եվ իմ համար մեծ ողբերգություն կլինի, եթե այլընտրանքը լինի այն ուժը, որի պատճառով եղավ այս ամեն ինչ։ Այ անկեղծ եմ ասում, ես գիտեմ հիմա ֆեյքերին, ամեն բաներին, ասելու են տեսեք ինչ է ասում, եւ մի հատ շատ վտանգավոր կարծիք կա, որ ով ուզում է լինի, կարևորը ԿՊ-ից ազատվենք։ Լավ 18 թվից հետո մենք չհասկացանք, որ դա շատ վտանգավոր կարգախոս է, այսինքն ոնց ով ուզում է լինի, ոնց ով ուզում է լինի։ Դուք կարծում եք, պարոն Նազարյան, ԿՊ-ում կա այդ անհանգստությունը։ Օրինակ երեք Վիլեն Գաբրիելյան լրագրողին ասում էր, որ 2026-ին իշխող ուժը չի լինելու։ Ես Վիլենին չեմ մեկնաբանի, որովհետև ինքը ակնհայտ ստապ վիճակում չէր։ Այո, բայց ոչ ստապ վիճակում երբեմն ճշմարտություններ են ասում։ Հիմա կարող է եւ ամբողջովին, եկեք Վիլենի այդ ասացի վրա։ Ամեն դեպքում թիմի ներսում կարծում եք այդ խոսակցությունները։ Բայց ընդհանուր առմամբ թե վստահ են, որ իրենք հաղթելու են, ինչպես որ հայտարարում են, որ մենք օրինակ Ալեն Սիմոնյանն ասում է, որ մենք հաստատ 50+ ձայն ենք հավաքելու։ Իրա իրավունքն է, ես էլ օրինակ կարծում եմ, որ իրենք չեն կարող 50+ հավաքեն, եթե այս ամեն ինչ շարունակվի։ Իսկ եթե այս պահից սկսած երկրում հրաշքներ լինեն դեպի տերական փոփոխություններ, բարձաբան փոխվելու է։ Մենակ պայմանագիրը որ կնքվի, բան կփոխվի։ Չեմ կարծում, դա ցավոք սրտի, եկեք անկեղծ ասենք, Facebook-յան Հայաստանը իրական Հայաստանից ամբողջովին տարբերում է։ Այսօր լավ ավատա մարդկանց այլ հարցեր է քննարկում եւ 20% ձայնը, որ Վարդան Ղուկասյանը ասեցի, չէ՞ ստացել է Գյումրիում, դա ոչ թե քաղաքական կողմնորոշման մասին է կամ ընդդեմ Նիկոլի քվեարկության չէ, չխափեք, չխափնվեք ու հանկարծ տենց հետևություններ չանեք։ Սա զուտ անձնական շահադիտական նպատակներից արված քվեարկություն է, որը էլի իրանց իրավունքն է, որ իրենք Վարդան Ղուկասյանին մոտ են, Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելու դեպքում իրենց նյութական վիճակը փոխվելու է։ Այս դիրքերից արված քվեարկություն է եւ ոչ թե քաղաքական ինչ-որ լուրջ վերլուծությունների։ Կարծում եք կոալիցիա կկազմում են եւ հնարավորություն Ոչ, ես կարծում եմ Գյումրիում նոր ընտրություններ են լինելու, որովհետեւ չի ձևավորվելու այդպես էլ։ Ես այդ համոզում եմ չի լինելու ընդդիմության չի լինելու եւ եթե նույնիսկ լինի էլ
հետո էլ մի պրոբլեմա լինելու չեն կարողանալու իշխանություն ձևավորեն, հետո արդեն մեկ էլ տեսնում ենք նոր ընտրությունների կարիք կա կամ նորից ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու քաղաքապետու այդպես Գյումրի, որտեղ այս տիպի ընտրությունները եթե դասական իմաստով բերենք, բերում են նոր ընտրությունների։ Եվրոպայում այդպես է լինում։ Արհեստական ձևով, ասենք, չեն կարող էլի, օրինակ մենք ես նայում եմ ճնշում այ գործադրվում օրինակ Մարտուն Գրիգորյանի վրա միացի։ Հալավ դա հո տենց միանալով չի։ Հո ռոբոտ չեն, որ տենց հեշտությամբ անցյալը մի կողմ դնենք ու տենց միավորվենք։ Ու չգիտես հանուն ինչի էլի։ Մանավանդ ես կարծում եմ, որ սա օրինակ է, որ յուրաքանչյուր մարդ ի վերջո հասկանա, որ ընտրության գնալից պետք է առաջնորդվի պետության, հայրենիքի շահով եւ նոր միայն նեղ անձնական շահերով, ասենք ես իմանամ Հռիփսիմեն դառնում է վարչապետ, ասեմ հաստատ իմ համար լավ կլինի եւ ես գնամ իրեն քվեարկեմ, ես պետք է հասկանամ Հռիփսիմեն Հայաստանը կարող է բերել որակապես նոր վիճակի, թե ոչ, անկախ նրանից իմ ընկերն է, թե իմ ընկերը չէ։ Ես այս ցանկությունն ունեմ, այս մաղթանք։